Աննա Հակոբյանը երբ որ գրառում էր անում, ասում էր մանկապիղծ սրբազանները։ Մի հատ փաստ ունեք, թե անպատասխանատու հայտարարությունների թակավորն եք։ Ինչ որ ինձ փորձում եք այդպես բարոյական ճշտել, էսի նորմալ է, էսի նորմալ չի, որ տղամարդը թարսանայում։ Նիկոլ Փաշինյանը գիրքը կարդացել եք երկրի հակառակ կողմը։ Նա կգնաք տողետող կկարդաք ու ձեր համար կասեք ինչն է նորմալ, ինչը չէ։ Արշակ Սրբազանի վերաբերյալ Վահագն Ալեքսանյան, այստեղից գնանք կամ այստեղ մեկին, չգիտեմ, ձեր օգնականին կկարողանամ համոզել, թե չէ դժվար, մյուսին համոզեմ ձեր դեմ մեկը ցուցմունք տա, որ չգիտեմ 7 տարի առաջ դուք բան եք արել, ինչ որ օրինազանցություն, տեսնեմ դուք ԱԱԾ պատվալում կհայտնվեք, թե չէ, չեք հայտնվեք։ Եվ իսկ Միքայել Աչապայան Սրբազանի գործում ընդհանրապես ձեր գլխավոր դատախազությունը ասա, որ այնտեղ հանցակազմ չկա։ Ապացուցված փաստ է Նիկոլ Փաշինյանը պատկերացնում կ ԱԺ-ին, ասում ապացուցված փաստ է ԿԳԲ-ի գործակալը, էս ինչան, էս ինչ է։ Իրա նկատմամբ գործ է հարուցվում, ինչ որ բանը հարկեր թաքցնել, մոմի վաճառքի գումարներ եւ այլն։ Էս է Հայաստանի արդարադատությունը։ Ախր իրողությունը այն է, որ դուք ամեն կիրակի գնում եք ԱԱԾ-ով, ուժայիններով շրջափակում եք եկեղեցին, քաղաքացիները, որ տասնյակ տարիներ այդ եկեղեցին պատարակ են արել, չեն կարողանում ներս մտնել։ Ու հաստված է Նիկոլ Փաշինյանը հրապարակել է, որ ԱԱԾ-ի իր խնդրանքով ԱԱԾ-ն գնում, ասում է պատարակի խմբագրի։ Ասենք սրանից ավել ուժային ճնշումը ո՞նց է ուժային կառույցի։ Երբ որ լրագրող բանի ծեցեն, հա դուք պատգամավորների վրա եք հարձակվում, դուք մեկ էլ հղի կնոջ եք վրայերթի ենթարկում տենց թողնում, դուք մարդ եք բանանում, բռնում, թևերը որլորում, երեսին թքում, չգիտեմ, էլ ինչից եք խոսում, եկել եք ստեղ, ինչից եք խոսում, ով ընդհանրապես բան, այսինքն ով է քարնետողը, ով ինչից է խոսում։ Հիմա ես հարցերը ավելի կարևոր, ես ձեզ երկու հարց եմ խոշոր հաշվով տվել։ Մեկը աշխարհում կա նման օրինակ, որ կարող է այսպիսի բառապաշարով անադառնա անգամ փաստված հանցագործությունների շատ ավելի ծանր, եւ երկրորդը ես ավելի վաղ ես հարցը տվել, կարող եք սրանից սկսել։ Ոնց է ստացվում, որ ձեր թիրախները մշտապես նույնն են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ Ոնց է տենց ստացվում, որ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը ասում է՝ պիտի հայ առաքելական եկեղեցին խանգարում է մեզ, դուք դրանից հետո արշավեցիք մեզ համընկնումները, բանը ոնց է լինում։